Բարև իմ շատ սիրելի հետևորդներ ջան։ Շարունակվում է մեր կինոկատակերգությունների ռուբրիկան։ Այսօր ուզում եմ ձեզ մի 2-3 ֆիլմ առաջարկեմ դիտեք։ Սա այն բարի յուրահատուկ ֆիլմերից է, մեր կոմեդինի ֆիլմերից է, որոնց մեջ շատ սիրուն, շատ նուրբ, շատ բարի հիշողություններ է ձեզ մոտ արթնացնելու, որովհետև ես հատուկ սրանք ընտրել եմ։ Մի ֆիլմը 80-ականների վերջն է, մյուսը ավելի դեռ վաղ ժամանակվա։ Մի խոսքով, այստեղ ես ուզում եմ ներկայացնել ձեզ Քիմ Բեսինջերի ֆիլմերից։ 3 ֆիլմ եմ առանձնացրել այսօր, շատ չեմ խոսելու այդ մասին։ Առաջինը, որ ուզում եմ ձեզ ներկայացնել, դա այն ֆիլմն է, որը կոչվում է «Моя мачеха инопланетянка»։ Այստեղ մի շատ բարի գիտնական է, ով չունի կին եւ ունի դեռահաս դուստր։ Այս գիտնականը տառապում է ամբողջ կյանքում Սիրիուս աստղով եւ միշտ ցանկանում է իմպուլսներ ուղարկել, ուրիշ մոլորակներ, համոզվելով այլմոլորակային քաղաքակրթության մասին։ Իրեն թվում է, որ այլմոլորակային քաղաքակրթություն կա ուրիշ մոլորակներում, մասնավորապես Սիրիուսում, որովհետեւ Սիրիուսը իր սիրած աստղն է լինում։ Այնտեղից ուղարկում են այդ այլմոլորակային կնոջը, որպեսզի նա հասկանա, թե ինչու է այս պրոֆեսորը նման քայլի գնացել, քանի որ պրոֆեսորը ուզում է իմպուլսներ ուղարկել այդ մոլորակ, լինում է շատ ուժեղ կայծակ եւ այդ կայծակի ընթացքում լինում է բախում ինչ-որ։ Էլեկտրոմագնիտների բախում է լինում եւ իրենց մոլորակին սպառնում է ոչնչացումը եւ նրանք ուզում են այդ իսկ պատճառով վերացնել մեր մոլորակը։ Մի խոսքով դիտեք այս ֆիլմը, շատ բարի, շատ սիրուն, շատ քնքուշ ֆիլմ է։ Երկրորդ ֆիլմը, որ ուզում եմ ձեզ ներկայացնել, նույնպես Քիմ Բեսինջերն է գլխավոր հերոսուհին։ Այստեղ Քիմը պիտի ծանոթանա մի տղայի հետ, իրենց տղայի եղբայրն է ծանոթացնում, բայց խնդիր ունի մեր Քիմը, ինքը իրեն չի կարելի խմել։ Եվ այս տղային զգուշացնում են, ասում են հանկարծ անգամ մի բաժակ չփորձես հյուրասիրել այդ գեղեցկուհուն։ Եվ եղբայրը բնականաբար չի լսում եղբորը, այստեղից ֆիլմը սկսում է։ Խորհուրդ եմ տալիս անպայման նայել այս ֆիլմը, կոչվում է «Свидание в слепую»։ Երրորդ ֆիլմը, որ ուզում եմ անպայման դիտեք, Քիմ Բեսինջերն է Ալեք Բոլդուինի հետ, կոչվում է «Привычка жениться»։ Սա մի յուրահատուկ սիրուն սիրո պատմություն է, երբ մեծահարուստի տղան այսպես ասած մալչիշնիկ է գնում Վեգաս, իր ամուսնության կապակցությամբ ընկերներին վերցնում գնում է մալչիշնիկ եւ այնտեղ հանդիպում է Բաքսի Սիգալի սիրուհուն եւ սիրահարվում է սիրուհուն։ Կարծում եմ բոլորդ գիտեք Բաքսի Սիգալին, Բենի Բաքսի, այսպես էին ասում իրեն, բայց իր անունը եղել է Բենջամին Զիգելբաուն։ Բենջամինը եղել է մաֆիայի պարագլուխներից եւ սա իրական պատմություն է։ Մի բան էլ ավելացնեմ, ինչու Բենին չընդունեց իտալական մաֆիան իրենց ընտանիք, որովհետեւ Բենին ազգությամբ հրեա էր։ Նա այդպես էլ չինտեգրվեց իտալական մաֆիայի մեջ։ Բայց ասեմ մի բան, որ Լաս Վեգաս քաղաքի հիմնադիրներից մեկը եղել է Բենի Սիգալը։ Մի խոսքով այս ֆիլմը անպայման նայեք, սա յուրահատուկ սիրուն ֆիլմ է, կոչվում է «Привычка жениться»։ Դե ինչ, ձեզ էլ հաճելի դիտում, կխնդրեմ թողնել մեկնաբանություն, թե այս 3 ֆիլմերից որը ավելի շատ հավանեցիք։